Բարի երեկո, եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային եւ այլ թեմաների։ Եթե վստահության խնդիր չլիներ, վարչապետի կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի։ Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Փաշինյանն արձանագրում է կա փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Իսկ ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, վարչապետի կարծիքով դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո արկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։ Վարչապետը առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չի տեսնում, որովհետեւ նրա խոսքով Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության խորհրդային միության հանրապետությունների սահմաններով։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։ Փաշինյանը հիշեցնում է Եվրամիության դիտորդներին Հայաստանի կառավարությունն է հրավիրել որպես խաղաղության եւ կայունության գործոն։ Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը վարչապետի խոսքով ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք կունենանք այլևս ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ, կամ ավելի պակաս նեղություն տալ։ Անդրադառնալով միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին, Փաշինյանը նշեց, որ այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց։ Վարչապետն ասաց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է փաստաթուղթը ստորագրել եւ դրանից հետո այն հանրայնացնել։ Հայաստանի համար կան հարցեր, որոնք քննարկելի են եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցն օրինակ Փաշինյանի խոսքով հստակ քննարկելի հարց է, որովհետեւ եթե գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Իսկ որ հարցն է մեզ համար անքննարկելի։ Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում, թե որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախություն եւ տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է սահմանադրության հարցին, Փաշինյանի խոսքով խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում։ Պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը խորհրդային միության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել։ Հայաստանի սահմանադրական դատարանի 2024-ի որոշմամբ էլ արձանագրվել է, որ մեր սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ, իսկ նոր սահմանադրություն ունենալու խոսույթը վարչապետի խոսքով կա դեռ 2018-ից եւ դա բացառապես Հայաստանի ներքին օրակարգի հարցն է։ Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ մենք պլանավորում ենք այդ հարակվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի որակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական
Վարչապետն ընդգծում է, պետք է X պայից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Նրա խոսքով իրականությանը չի համապատասխանում այն, որ Հայաստանի կառավարությունը գերիների հետ կապված հարց չի քննարկում։ Այս թեմայով խոստումներ չի տալիս, որովհետեւ հասկացել է, եթե մի բան, որը Հայաստանի որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։ Փաշինյանի խոսքով Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության, իսկ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը։ Ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու։ Փաշինյանը հավելում է, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում։ Եվ սա վարչապետի խոսքով այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որն իրեն հիմք է տալիս ասելու։ Տարածաշրջանում էսկալացիայի եւ էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածածին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Անդրադարձել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին։ Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ, գրել է Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամիի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը եւ համաձայնեցված տեքստով ստորագրման Հայաստանի առաջարկը։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կողմից ներկայացված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ներկայացված այս եւ մյուս մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման եւ կայունության ապահովման համար։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Մագդալենա Գրոնոն մեկ այլ գրառմամբ նշել է, որ ընդգծվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Եվրամիության ջանքերի շարունակման անհրաժեշտությունը եւ վերահաստատվել է անցյալ շաբաթ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ արված հայտարարությունների կարևորությունը։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանին հնարավորություն ընձեռվի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ տալիս ողջ տարածաշրջանին, նշել է ամերիկացի պաշտոնյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ։ Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Հաջորդ թիվ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց Մսուր մանկապարտեզ։ Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 միլիոն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ եւ Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի։ Դրանք վերաբերել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու կառավարության ծրագրերին։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։
Հարգելի հեռուստատողներ, հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Պաշտպան Հայրենյաց հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին եւ կփորձենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական զարգացումները։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Ես նմանապես Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ ադրբեջանական կողմի այդ ապատեգատվությունների տարապով։ Կարծես թե երկար ժամանակ չկար այդպիսի ապատեգատվություն եւ սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ երկու երկրների միջև այդ չհամաձայնեցված երկու կետերի շուրջ վերջապես համաձայնություն կա։ Ինչ էր սա։ Ես ակնհայտ հետևել եմ անցյալ շաբաթվա եւ այս շաբաթվա ադրբեջանական տարբեր հարթակներում, պորտալներում տարածված ապատեղեկատվությունները կապված հայկական զինվորական միավորների կողմից պետական նախահարձակ լինելու փաստի հետ հայ-ադրբեջանական սահմանում։ Եվ դրանք եւ պետական եւ ոչ պետական մեդիա կազմակերպությունների կողմից հորինված նպատակային տեղեկատվություն են, որի նպատակը միայն մեկն է, որպեսզի ադրբեջանական քարոզչամեքենան իրենց շատ պետական բարձր գործիչների ռանգի գործիչների միջոցով հայտարարություններ անեն տարածաշրջանում ապակայունացման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված կարծեք թե բարդությունների այսպես կոչված առաջ քաշելու հետ։ Ես պիտի ասեմ, որ շատ օպերատիվ կերպով անմիջապես արձագանքել է ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունը, նրա բոլոր ստորաբաժանումները եւ հանրապետության կառավարությունը։ Ընդ որում անցկացված բոլոր մշտադիտարկում ասեմ, չգիտեմ ասեմ ուսումնասիրություն ասեմ, չգիտեմ ասենք ծառայողական քննություն ասեմ, գետ մեկ փաստ դեռևս չկա, որ եղել է հայկական կողմից որևէ նախահարձակման դեպք կամ սահմանի ապակայունացման հետ կապված որևէ կրակոց։ Ամեն դեպքում, պարոն Սաֆարյան, տեսեք, այդ կարգի տեղեկատվությունները նախ խոչապահային տրամադրություններ են ստեղծում Հայաստանում, հոգեբանական ազդեցություն են գործում, նաև սա հասկանալի է, այդ քարոզչական տեղեկատվական ոնց որ պատերազմի տար լինի, բայց շատերը ընկալում են նաև ուղղակի նախապատրաստություն էսկալացիայի։ Տեսեք, ընդունում եմ, մենք պիտի ընդունենք ուզած թե չուզած, մենք պիտի ընդունենք, թե ում հետ ենք գործ ունենում, ում հետ պիտի ստորագրենք խաղաղության պայմանագիրը։ Մեր ժողովուրդը գիտի իրենից ինչ է ներկայացնում Ադրբեջանի Հանրապետությունը, առավել եւս ինչ արժեհամակարգի կողող է այսօրվա Ադրբեջանի Հանրապետության նախագահը եւ նրա արբանյակները հանձինս արտաքին գործոս նախարարի, հանձինս անվտանգության հարցերով օգնական Հիկմետ Հաջիևի եւ նաեւ Միլի Մեջլիսի կամ ազգային ժողովի շատ ներկայացուցիչների, որոնք անընդհատ փորձում են ուրեմն կրակը թեժ պահել։ Ասեմ եւ պնդեմ, չեմ ուզենա մեծ փաստերի անդրադառնալ, որտեղ բավականին տարողունակ է հայ-ադրբեջանական սահմանին փոքր միջադեպեր չի բացառվում, շատ փոքր միջադեպեր չի բացառվում, որը չի տանի մարդկային կորուստների, ընդհանուր ցույց կտան, որ կարծեք թե դեռևս լարվածություն է պահպանվում, բայց ներկա պայմաններում պատերազմի վտանգ չկա, ներկա պայմաններում բացառվում է պատերազմի վերսկսումը եւ էսկալացիա ռազմական առումով, որը կարող է լինել ուրեմն ընդլայնված կերպով։ Դա բացառվում է։ Շատ լավ է, որ այդքան լավատես եք, ինչու եմ ես սա ասում։ Որտեղից է այդ համոզմունքը։ Իմ համոզմունքը հետեւյալն է, ես հենվում եմ նախ պարզ փաստի վրա, որ հիմա մեր բանակը այնպեսին չէ, ինչպեսին եղել է 3-4 տարի առաջ։ Դա միանշանակ եմ ես ասում, այլ բաների մասին չեմ ուզում խոսալ, նախ լիազորված չեմ, ոչ էլ դրա իրավունք ունեմ, ոչ էլ ես ինքս այդ մարդն եմ, բայց իմ ունեցած տեղեկությունները, իմ իրազեկվածությունը թույլ է տալիս ասելու, որ մեր բանակը եւ մեր պաշտպանական բնագծերը, ինչու՞ չնայած մեր բանակի մարտունակությունը եւ մեր ռազմատեխնիկական
Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմատեխնիկական քաղաքականությունը թույլ է տալիս ասելու, որ պատերազմը բացառվում է։ Սրան զուգահեռ ասում եմ Հայաստանի Հանրապետության դիվերսիֆիկացված, տարբերակված արտաքին քաղաքականությունը, որը շատ տեսանելի է եւ որը սկսած անցյալ տարվա մարտից առ այսօր այստեղ իհարկե մեծ գործառույթ ունի նաեւ վերջերս երկարացված գործունեության ժամկետը Եվրոմիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը իր մշտադիտարկումը մոնիտորինգը իրականացում է շատ փայլուն կերպով, այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը, Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար կա երկու պարտադիր պայման, որից պետք է Հայաստանը հրաժարվի։ Առաջինը դա Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումն է, երրորդ ուժի բացառումն է երկու երկրներում եւ երկրորդը դա Մինսկի խմբի համանախագահ ինստիտուտի լուծարումն է եւ առավել եւս որ մի քանի օր առաջ Հեյդար Ալիևը Ազերի նյուզում հայտարարություն է տարածել, որ դրանցից մի երկիր Հայաստանին զինել է տասնամյակներ շարունակ, մյուս երկիրը սատար է կանգնել քաղաքական առումով, մյուսն էլ հովանավորել է բազմաթիվ տնտեսական ծրագրեր։ Այս մեկին նկատի ուներ Միացյալ Նահանգներին, քաղաքական առումով Ֆրանսիային, իսկ ռազմական առումով Ռուսաստանի մոռանալով, որ այդ նույն ժամանակահատվածում ուղիղ 10 անգամ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական առումով ավելի մեծ զենք է մատակարարել մեծ քանակի Ադրբեջանին, քան Հայաստանին, մոռանալով, որ Միացյալ Նահանգները եւ Միացյալ Թագավորությունը, բրիտանական համատիրությունը զենք է տվել բրիտանական համատիրությունը, ներողություն եմ խնդրում, Միացյալ Նահանգները չի եղել եւ հովանավորել է բազմաթիվ ծրագրեր։ Տեսեք, ընդամենը մեկ անգամ եվրոդիտորդների կողմից այս ընթացքում ապատեգատվության այս տարափի ընթացքում արձագանք եղավ, որ ոչ մի շարժ, ոչ մի ինչ-որ անկայուն մտահոգող բան չի հայտնաբերվել։ Բայց ամեն դեպքում դրանից հետո այդ ապատեգատվության տարափ շարունակվեց, նոր կարծես թե ինֆորմացիա չկա դիտորդներից, դիտորդները ոչինչ չեն ասում։ Եվ առասարակ այնպիսի զգացողություն, տպավորություն կա, որ աշխարհը լռում է։ Դիտորդական առաքելությունը պարտադիր չի ամեն օր այսպիսի հայտարարությամբ հանդես գա, սակայն ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը ազգային ժողովում հայտարարեց, որ այդպիսի բան չկա։ Հայկական կողմից սահմանային խախտման ոչ մի միջադեպ չի արձանագրվել, եթե ադրբեջանական կողմը դա հայտարարում է, ապա արբանյակային տեսագրությամբ դրանք ամբողջովին նկարահանվում են եւ հայկական կողմը պահանջ է դրել, առաջարկել է, եթե կա այդպիսի բան, տվեք մենք կանցկացնենք քննություն։ Այնպես որ ոչ մի անգամ չի արձանագրվել, բացի դրանից էլ հստակ ցույցում կա մեր կողմից, որ բացառվում է այդպիսի բան։ Գալով նրան, որ ասենք ինչու է այսպիսի քարոզչությունը ավելի ահագնանում գնալով, ինչու այսպիսի ապատեղեկատվությունը, նորից կրկնեմ, որ ինքը Ալիևը ներկա պահին փորձում է ամեն գնով մեծ բան կորզել։ Նա փորձում է ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը ես պիտի ձեռք բերեմ մեծ կալորիա դրա դիմաց։ Ալիևը նաև այսօր պահանջում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության այն կետերի չեղարկումը, որը վերաբերվում է հայոց ցեղասպանությանը, Հայաստանի տարածքային խնդիրներին, նա նաև պահանջում է, որպեսզի Հայաստանը զենք չառնի կամ չունենա ռազմատեխնիկական համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսին Ֆրանսիան է, ինչպիսին Բելգիան է, ինչպիսին հատկապես Հնդկաստանն է։ Սա բացառվում է, որովհետև Ալիևը չի կարող Հնդկաստանի կամ Ֆրանսիայի առջև պայման դնել Հայաստանին զենքի առումով Հայաստանի զենք չմատակարարել, առավել եւս, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, անվտանգության խորհուրդը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունը զենք է ձեռք բերում հայթայթում միայն ելնելով պաշտպանական նպատակներից, միայն ելնելով տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Պարոն Սաֆարյան, առասարակ կարծիք կա քաղաքագիտական շրջանակներում, որ Ալիևը երբեք չէր ստորագրելու այդ խաղաղության պայմանագիրը։ Ձեր թվարկածներն են ավելացնում, որ Ալիևը նաև
ասում է, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը գրեթե զերոյական է, սա ինչ նշանակում, որ առասարակ պատրաստականություն չկա։ Zero meaning, հենց իր բարերն եմ ասում, անգլերեն ես լսում եմ Ալիևի ելույթը, տեսեք, սրանք քաղաքական հռետորաբանության դաշտից են, ես պիտի ասեմ, որ դեռևս 4 տարի առաջ եւ անընդհատ կրկնել եմ, որ Ադրբեջանը հանձինս իր ղեկավար Ալիևի այն երկիրն է, որը կոչում է rock state, չար, դժբախտություն, ավերածություն բերող երկիր։ Եվ Ալիևի եւ Ադրբեջանի Հանրապետության տրամաբանությունը այս առումով պայմանագրաունակ չի։ Ալիևը փորձում է սադրանքների, խարդավանքների, նենգասպառնալիքների, շանտաժների միջոցով կորզի առավելագույնը։ Բայց ես պիտի ասեմ, որ այսօր Ալիևը գտնվում է ակցիայի մեջ, ես նկատի ունեմ վերջերս եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Մարկ Ռուբիոյի հայտարարությունը, որ մենք ավելի ենք մոտեցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաեւ Մայք Օլսի ամիջական զանգը իր գործընկերոջ Ադրբեջանի Հանրապետության նախագահ օգնականի Հիկմետ Հաջիևի հետ, որ պիտի ոչ միայն ստորագրեն անհապաղ խաղաղության պայմանագիր, այլև պիտի անհապաղ ազատ արձակեն ռազմաքաղաքական գերեվարվածության, ուրեմն մեր ներկայացուցիչներին, որոնք գտնվում են Բաքվում։ Այնպես որ ներկայումս շատ ինտենսիվ կերպով եւ դա արվում է նաեւ Թուրքիայի միջոցով։ Պարոն Սաֆարյան, կներեք, ես բավականին հարցեր ունեմ դեռ ձեզ տալ, ժամանակ շատ քիչ է, խնդրեմ շատ կարճ փորձեք պատասխան։ ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար Ռասմուսենը այսօրին Հայաստանում էր, ինչ է նշանակում այս այցը։ Տեսեք, ինքը ունի հզոր կազմակերպություն, հասարակական կազմակերպություն եւ Ռասմուսենը դեռևս անցյալ տարի եկել էր Հայաստան եւ չէր թաքցնում իր վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ։ Ես պիտի ասեմ, սա զուտ հումանիստական նպատակներով քայլ է եւ ոչ միայն հումանիստական, սա իր մեջ ներառում է նաեւ բազում խնդիրներ, այդ թվում նաեւ խաղաղարարական միավորումների եւ բազում ծրագրերի պաշտպանական, անվտանգային, որոնք կարծեմ այդ հովանավորվելու է հենց իրենց հիմնադրամի կողմից։ Իսկ մոտ 10 օրից Հայաստանը այցելելու Գերմանիայի նախագահը, իդեպ սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է լինելու պետական այց է։ Այո։ Եվ սրանից մենք ինչ ենք սպասում այս այցից։ Անպայման երբեք այսպիսի ինտենսիվությամբ, երբեք այսպիսի աճապարար կերպով եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիության հզոր երկրները, հանձինս Ֆրանսիայի, Գերմանիայի, դրանից բացի ոչ միայն Եվրոմիության, նաեւ Միացյալ Թագավորության կողմից այսպիսի ուշադրություն Հարավային Կովկասի հանդեպ չի եղել։ Սա կարելի է բացատրել ինչ խոսք նաև ահագնացող վտանգը թույլատնելու համար, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ավելի մեղմելու համար, բայց սա ինչ խոսք ունի նաև այլ կետեր։ Դրա մեջ մտնում է օրինակ նաև խաղաղ զորավարժությունների հասկացումը տարածաշրջանում, որովհետև դուք գիտեք, եթե Միացյալ Նահանգները կամ Եվրոմիության հզոր մոնստր երկրները անց են կազմում խաղաղ զորավարժություններ, ապա այս տարածաշրջանը պիտի հասցնել նվազագույնի վտանգի առումով։ Այդ է վկայում, ես ասեմ, որ անցյալ ուրբաթ օրը Մոսկվայում, երբ որ համաձայնեցնում էին հրադադարի, ceasefire-ի կանոնները, կետերը ավելի ճիշտ, ռուսական կողմի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ հատուկ պատվիրավ Ստիվ Ուիտկոֆը Մոսկվայից անմիջապես ժամանեց Բաքու, ամենայն հավանականությամբ խնդիր է գնացել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված եւ նա կարող էր այդ ճանապարհը անցնել իր Մոսկվայից նորից վերադառնալ Վաշինգտոն, բայց նա հարկամարեց նաեւ եւս անդրադառնալ դրան։ Ամերիկյան ինչ-որ դիտորդական խումբ կա, հա, Հայաստանում հիմա։ Խաղաղ զորավարժությունների անցկացման առումով, որը ընդգրկված է Eagles Partner արդյոք գործընկերության ուրեմն շրջանակներում նախագահ Թրամփը ստեղծել է մի անվտանգության հասարակական խորհուրդ ազգային անվտանգության, որը սակայն գրեթե ունի պետական բոլոր
գործառույթների իրականացում եւ ֆինանսավորվում է պետության կողմից։ Ուկրաինայի եւ Հարավային Կովկասի ներկայացուցիչ է նշանակվել, գործընկեր է նշանակվել իմ ընկեր Արմեն Մելիքյանը, որը գտնվում է այստեղ, եւ կարծեմ մի քանի օր առաջ հայտարարություն եղավ, որ Գերմանիայից ամերիկյան զենք է տեղափոխվելու Հայաստան, ես դա պիտի ասեմ, որ դա այդպես է, շուրջ 150 ռազմատեխնիկա միավոր, հունիս ամսից Մյունխենից տեղափոխվելու Երևան, եւ անց այդ զենքը լինելու է հայկական մեր նախարարության ԶԱՐ ռազմաբազային եւ անցեկացվելու խաղաղ զորավարժություններ, որը նպատակ ունի շատ մեծ հասնելու շատ մեծ արդյունքի։ Շատ անհանգստացրել է ադրբեջանցիներին, պատվիրակության կազմում ընդգրկված են 3 ամերիկյան պաշտոնաթող գեներալներ, հարկ եմ համարում ասել, որոնցից մեկը Էդ Դորմանն է գեներալ-մայոր, մյուսը Ալեքս Ֆինկը, իսկ երրորդը Մակ Մքալն։ Սրանք 3-ն էլ ինտենդանտական կամ ավելի ճիշտ ներկայիս տերմինաբանությամբ ասեմ լոջիստիկ խնդիրներով ամերիկյան բանակի հզորագույն ներկայացուցիչներն են, եղել է ամերիկյան բանակի Էդ Դորման, ամերիկյան բանակի ամբողջ ինտենդանտական ծառայության մատակարարման գլխավոր դեպարտամենտի տնօրենը, եւ ես պիտի ասեմ, սա տեղավորվում է 2024 թվականի տարեմուտի ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական եւ ուրեմն անվտանգային արձանագրությունների ոգու եւ տրամաբանության մեջ է տեղավորվում եւ ես ուզում եմ առաջ մնալով նախ շնորհակալություն հայտնեմ իրանց, քանի որ ես այսօր ունեմ 2 հանդիպում իրենց հետ, ակնկալվում է նաեւ հանդիպում նաեւ հավանաբար Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նաեւ ես պիտի ասեմ, որ պատմության մեջ եթե 1920 թիվը չհաշվենք, որ քանի տասնյակ հազարավոր որբերի եւ մարդկանց է օգնել Ամերիկան, պատմության մեջ այսպիսի օգնություն եւ այսպիսի աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության, խաղաղ զորավարժությունների անցկացման եւ ոչ միայն դա, եւ նաեւ ռազմական կրթության առումով, եւ նաեւ պաշտպանական բնագծերի առումով, եւ նաեւ ամբողջ մեր տարածքի մշտադիտարկում անցնելու առումով պատմության մեջ այսպիսի մոտեցում չի եղել։ Սա խոսում է այն մասին, որ տարածաշրջանում մենք բավականին մոտալուտ ենք գտնում խաղաղության հասնելուն, չնայած միշտ էլ մենք կարող ենք ապրել ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաններում, բայց ես պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգների հատկապես նոր վարչակազմի ուշադրությունը Հայաստանի հանդեպ շատ է մեծացել, անչափ մեծացել է, ոչ միայն գեներալների, այլ նաև շատ լոբիստական կազմակերպությունների, հանրապետական կառավարող թևի շատ անդամների եւ ես ասեմ, որ կան նաև այլ ծրագրեր, սակայն ես նրանց մասին չեմ ուզենա խոսալ, այս ծրագրերի մեջ մտնում է տասնյակ միլիոնների, միգուցե հարյուրավոր միլիոնների հասնող բարեգործական օգնություններ Հայաստանի կրթական համակարգին, մշակութային զարանգության պահպանման, պատմաճարտարապետական հուշարձանների եւ այլ ուղղությամբ։ Բայց ես պիտի ասեմ, այս արծիվ գործընկերության շրջանակներում զենքի տեղափոխումը Հայաստան, սա լինելու է շատ մեծ ներկայություն, սա դառնալու է շատ մեծ իրադարձություն հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների ոլորտում։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան, նախ լավատեսության համար, հետո նաև զրույցի։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Պաշտպան Հայրենյաց հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը։